Սիրելի սիսյանցիներ, դեզանից շատերը գիտեն, որ ես նախիջևանցի եմ։ Իմ գյուղը այս սարերից են կողմը, այս կողմում Համոսահյանի Սարվարդնա, են կողմում մեր Ինչու եմ ես այսքան տարի սրանց հեռացնելու գործի վրա։ Իմ տունը մնաց Արևմտյան Ադրբեջանում։ Իսկ համոզված եմ, եթե սրանք մնացին, եթե Տիգրան որ խոստացել են հանձնեցին, Տիկին Գրիգորյան ասաց 20,000-ը դառնալու է 50,000 եւ Աստված գիտի այստեղ քարտեզը ոնց է ձևավորվելու։ Այնպես որ սա ամեն մեկիս գործն է եւ ամեն մեկիս անելիքը։ Դուք տեսաք Արթուր Սարգսյանի խոսքը, Աշոտ Մինասյանին գիտեք ձեր հարազատ եւ գիտեք իրենց այս բոլոր տարիների պայքարը, աշխատանք եւ իրենց տեսակը գիտեք։ Գիտեք Պանթեոնի հերոսներին 175 հերոս միայն Սիսյանից։ Սրանք եկել ու ասում են, որ դա հերոսություն չի, որ դա անիմաստ է, որ իրանք եւ այլը եւ այլը։ Այն ուժեղ մարդիկ, այն հայ տեսակ մարդիկ, Արթուրը, Աշոտը, զոհված տղաները, այսօր էլ մարդկանց նորից ձերբակալում են էլի Սիսյանից, սրանց համար մի նպատակ կա։ Մենակ թե իրանք մնան իշխանություն։ Ովքեր են սա անում, այսօր ովքեր են անում։ Էլի ձեր համագյուղ սիսյանցիները կան, որ 10 տարբեր ուժերի ծառայել են, մինչև իշխանություն ունենալ եղել են ոչնչություն, վաղ իշխանությունը փոխվեց, էլի ոչնչություն են ելնելու։ Այդ մարդիկ ծախելով, գործ տալով, խաբելով, փորձում են նորից վերարտադրվել։ Հիմա համեմատեք Արթուր Սարգսյանին, Աշոտ Մինասյանին, զոհված տղաներին եւ նրանք այսօր Սիսիանում փորձում են ձեզ թելադրել, ձեզ վախեցնել։ Դուք իհարկե լավ գիտեք, որ իրանք իրենցից իշխանությունը իրենցից հանես, տակը կմնա 0, փուչ, ջրափոս։ Մենք որ սրանք վախենալու չեն ժողովուրդ ջան։ Պինդ եղեք, ամուր եղեք եւ վստահ եղեք, որ սրանց ժամանակը լրացել է։ Մի բան էլ ասեմ ժողովուրդ ջան։ Այսքան տարիներ շարունակ ինչի են անընդհատ թիրախավորել Հայաստան դաշինքը վերջին տարիներին, դրանից առաջ էլ տարիներ շարունակ ինչի են թիրախավորել մեր նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ռոբերտ Քոչարյանը անհատ է։ Ինքը այսօր այստեղ է դարձյալ իմ ասած այդ նպատակով, որ ուզում է վերականգնել Հայաստանի արժանապատվությունը։ Թիրախավորել են, որովհետև նրա մեջ տեսել են ուժեղ մարդու Հայաստանը ուժեղացնող, Հայաստանի դերը այս տարածաշրջանում բարձրացնող մարդու դրա համար են թիրախավորել։ Իրան չեն թիրախավորել, թիրախավորել են ձեզ, թիրախավորել են Հայաստանը, որ Հայաստանը հանկարծ չուժեղանա, ոտքի չկանգնի, չկարողանա կշիռ ձեռք բերել, չկարողանա ազդեցիկ դառնալ։ Եվ այս ամեն ինչը ուղղված է մեր տեսակի դեմ, մեր հավատքի դեմ, մեր արժեքների դեմ։ Հիմա սա Սիսյանը ում Հայաստանն է, այսօրվա այս լակոտ լուկուտների, որ իշխանություն ունեն, թե Համոսահյանի երկիրն է։ Համոսահյանն է, չէ ձեր տեսակը։ Համոսահյանով եք, չէ դուք դառել այն ժողովուրդը նաև, որ իր մեջ արժեքներ ունի, էս ունի, այն ունի։ Սիրելի ժողովուրդ ջան, ընտրությունը շատ պարզ է, համեմատելու շատ բան չկա։ Բայց քանի որ մենք Սիսիանում ենք, մեր Արթուրի ծննդավայրում, ես ուզում եմ էլի մի համատեղ ակցիա անենք եւ Ձեզ Լավրենտ Արթուրի մամա դուք էլ դիմացնակցեք։ Կա սենց մի առակ, չարի բարի առակն է, սա էլ ասեմ, որ եզրափակիչ ակցիան կանենք։ Ասում է, երբ որ չարը եւ բարին իրար հետ կռվում են, միշտ չարը հաղթում է։ Բայց երբ չարի կողքին կա X ուժ եւ բարու կողքին կա X ուժ, նույն համաչափ, նույն հավասար ուժերն են, բարին միշտ հաղթում է։
Հիմա մեզ պետք է այդ ուժի գիտակցությունը, այդ վստահությունը, որ մենք այդ ուժը ունենք, այդ կամքը ունենք ու մենք անպայման հաղթելու ենք։ Հիմա ակցիա ենք անում, սիրելի սիսիոնցիներ։ Ես ասում եմ, Հայաստանը մենք ենք, դուք ինձ հետ կրկնում եք, բայց այնքան բարձր, որ դղրդա։ Համաձայն եք։ Գնացինք, Հայաստանը մենք ենք։ Ես խնդրում եմ մենակ մենք ասեք, որ ավելի բարձր ասեք, շուշները չկտրվի։ Հայաստանը մենք ենք։ Հայաստանը մենք ենք։ Ժողովուրդ ջան, հիմա երկրորդը ոնց որ դուրս գալիս է։ Քանի որ Հայաստանը մենք ենք, ուրեմն մենք ընտրում ենք Հայաստանը։ Ուրեմն ես ասում եմ, մենք ընտրում ենք, Հայաստանը շատ ավելի բարձր պիտի հնչի։ Մենք ընտրում ենք Հայաստանը։ Մենք ընտրում ենք Հայաստանը։ Մենք ընտրում ենք Հայաստանը։ Բրավո։